Չափազանց մտահոգիչ եւ դատապարտելի է Իսրայելի արձակումը Իրանի վրա եւ այն իրավիճակը, որը ընթանում է, ցավոք սրտի դադար չի առնում, սա շատ մտահոգիչ է ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից եւ հույս ունեմ, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի այդ կրակը դադարեցնել եւ վերադառնալ բանակցություններին, որովհետեւ բանակցությունները, որոնք ընթանում են Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի վերաբերյալ հույս են ներշնչում, որ հնարավոր կլինի բանակցային եղանակով գալ հայտարարի եւ լուծել խնդիրները, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին կամ ինչպես նշեցիք Անվտանգության խորհրդի նիստին, ես գիտեմ, որ Հայաստանի կառավարությունը եւ Անվտանգության խորհուրդը տարբեր ֆորմատներով քննարկումներ անցկացնում է եւ օպերատիվ հետևում է իրավիճակին եւ Հայաստանին առնչվող եթե որևէ բան լինի, բնականաբար կլինի օպերատիվ արձագանք։ Այս պայդրությամբ Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկումներ մշտապես են տեղի ունենում եւ աշխատանքային նիստեր։ Այդ բոլոր ընդհանրապես տարբեր թեմաների հետ կապված, բայց ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը եւ Անվտանգության խորհուրդը եւս այս հարցը քննարկում եւ ուշադրության կենտրոնում է պահում։ Նիկոլ Փաշինյանը պետք է մեկնի Թուրքիա, այնտեղ հանդիպում է Էրդողանի հետ սպասում, օրակարգ է, ինչ օրակարգ է։ Ես կարծում եմ, որ վարչապետի այցերի եւ դրանց օրակարգի վերաբերյալ մեկնաբանությունները ճիշտ կլինի, որ վարչապետի աշխատակազմը տա եւ ես այս պահին որևէ լրացուցիչ տեղեկատվություն այդ մասով չեմ կարող։ Ի վերջո գնալու է, թե ոչ։ Ես նորից եմ ասում, այցերի վերաբերյալ տեղեկությունները պետք է տա վարչապետի աշխատակազմը, որևէ բան չեմ։ Ես այլ հարց եմ տալիս, որպես իշխանական թիմի ներկայացուցիչ։ Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին։ Չեն ասում ձեզ, ներողություն չեմ վերցրել թեման։ Այսինքն ԿՊ-ի ներսում, որ արտաքին ոլորտի հետ կապված հարցեր են քննարկում, ձեզ չեն ասում։ Ինձ շատ տարբեր բաներ են ասում, բայց այնքանով, որքանով որ ես պատասխանեցի, բավարարվեք այդքանով համեցեք։ Խանդանյան, Անվտանգության խորհրդից այս օրերին նաև մտահոգություններ են հնչում, որ այս հակամարտությունը կարող է նաև Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ որոշակի վտանգներ պարունակող գործողությունների մղել Ադրբեջանին։ Հայաստանը այս առումով անհանգստություն ունի, մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կարող է այս իրավիճակից օգտվել եւ իր պատկերացրած այդ ճանապարհի հարցը լուծել։ Գիտեք, բնականաբար ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես այսքան մոտ տարածաշրջանում, ի վերջո Հայաստանի սահմանակից հարևան երկրում են, բնականաբար առաջացնում են մտահոգություններ, որ կարող է ընդհանուր առմամբ անվտանգային իրավիճակը լարվի տարածաշրջանում։ Բայց ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման, ես պիտի շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ եւ լեգիտիմություն Հայաստանի վրա որևէ կերպ ագրեսիա սկսելու համար, ուստի անվտանգային միջավայրը բոլորովին տարբեր էր 2022-ին եւ 2025 թվականին եւ բացի այդ հիշեցնեմ, որ Հայաստան եւ Ադրբեջանը ունեն պատրաստի խաղաղության պայմանագրի տեքստ, որը Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր։ Դե Ադրբեջանի դիրքորոշման մասին գիտեք եւ Հայաստանը աշխատում է եւ շարունակում է բանակցությունները եւ քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար։ Այսինքն ռազմական գործողությունների հավանականություն այս փուլում, եթե պատերազմային այն թվում շարունակվի։ Ես ճիշտն ասած նման գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ նորից կրկնել, որ նման ագրեսիայի որևէ առիթ, պատճառ, լեգիտիմություն չկա։ Խանդանյան հարցին հավելում ընդհանրեն օրեր առաջ այս լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին հիշեցնում էր Հայաստանին, ասում է մենք շարունակում ենք հստակ ակնկալիքներ ունենալ Զանգեզուրի Միջանցքի մասով։ Այս ֆոնին լարվածության։ Դուք գիտեք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը ունի իր հստակ պատկերացումը եւ մեծ հաշվով դա խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ
եւ նաեւ Հայաստանը հստակ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան եւ Հայաստանից Հայաստան, այսինքն Հայաստանի կենտրոնական շրջաններից դեպի Մեղրի Նախիջևանի տարածքով անցման իր պատկերացումը, այդ պատկերացման եւ այդ առաջարկի դետալները վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նաեւ վերջերս Երևանյան երկխոսության իր ելույթի ընթացքում ավելի տեխնիկական դետալները եւ այս առաջարկի հետ կապված Ադրբեջանը մինչեւ օրս պաշտոնական արձագանք չի տվել։ Ես կարծում եմ, որ այս առաջարկը չափազանց լավ առաջարկ է եւ այս առաջարկը կլուծի ճանապարհների եւ կոմունիկացիաների բացման խնդիրը եւ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Խանդանյան այս Իրան-Իսրայել ֆոնին տեղեկություններ չկան արդյոք Հայաստանի անվտանգության խորհուրդը նիստ գումարել է։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ։ Ներողություն, ժողով ջան։ Հայաստանի կառավարություն եւ անվտանգության խորհուրդը տարբեր ֆորմատներով քննարկումներ են ունենում եւ քննարկում են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։ Դուք հայ առաքելական այդ հնարավոր լարվածությունից բխող ռիսկերի ուղղությամբ աշխատանքները, այսինքն Իհարկե գնահատվում են Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք շատ կոնկրետ ուսումնասիրում են իրավիճակը եւ գնահատում են ռիսկերը բնականաբար։ Այսինքն քայլեր արվում են Հայաստանին հնարավոր վտանգները։ Բնականաբար։ Այսինքն անընդհատ տարվում է աշխատանք, ուսումնասիրվում է իրավիճակը, տրվում են գնահատականներ եւ հնարավոր հակազդման քայլերը։ Բայց այս պահին ես այդպիսի ռիսկ այս պահին չեմ կանխատեսում, չեմ կարող որևէ ռիսկի մասին խոսել։ Պարոն այս թեմայի վերաբերյալ մեկ հարց ու արդեն որ գործընկերներ sense հարցերին, իսկ քննարկել են արդյոք իշխանությունները անհրաժեշտության դեպքում, քանի որ թե Իրանում, թե Իսրայելում մեծ համայնք ունենք հայերի, ինչ ծրագիր կա անհրաժեշտության դեպքում տարհանման նրանց։ Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն եւ կարծում եմ, եթե նման խնդիր առաջանա արդեն ցավոք սրտի մենք ունենք այդ փորձառությունը, տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին, օրինակ Սիրիայում օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու ու այս պահին նման ահազանգ չկա, բայց եթե լինի արդեն Հայաստանի անպատասխան ինստիտուտները գերատեսչությունները կարձակենք։ Հասկացանք, ես էլ պիտի հարց տամ հայրենակիցների մասով, որ մնացել են օդանավականում իրենց։ Այդ խնդիրը եթե չեմ սխալվում լուծվել է, դա ժամերի խնդիր է։ ունեցեք ժողովուրդ։ Համեցեք, փայլակ։ Դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, չէ՞։ Ես մկրտված եմ հայ առաքելական եկեղեցում եւ առնվազն ինստիտուցիոնալ առումով հետ համարվում եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Այս օրերին եկեղեցի իշխանություն վեճին, այսպես ասենք, տեղի ունեցող զարգացումները։ Ես կարծում եմ եկեղեցի իշխանություն վեճը չի սկսվել այս օրերին, այդ վեճը սկսվել է բավականին վաղուց։ Օրինակ, եւ եթե ձեզ թվում է ես պիտի խոսեմ Բաքրատ Գալստանյանի սկսաշարժման մասին, ոչ, դրանից էլ ավելի վաղ է սկսվել եկեղեցու սկսած հակամարտությունը պետության դեմ։ Ես շատ լավ հիշում եմ, օրինակ 2022 թվական, եթե չեմ սխալվում, երբ որ նախագահ Վահագն Խաչատուրյանի երթմնակալության արարողություններ եւ քաղաքական իշխանությունը ներկա չէր այդ ազգային ժողովի հատուկ նիստին, բայց ներկա էր ամենայն հայոց կաթողիկոսը եւ ես ձեզ առաջարկում եմ գնալ եւ լսել ամենայն հայոց կաթողիկոսի ելույթը, դա ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ էր եւ ակնհայտ էր, որ եկեղեցին առնվազն քաղաքական իշխանության, բայց ես նաև կպնդեմ, որ պետության դեմ բավականին վաղուց պայքար է սկսել։ Պետք է քննադատի պետությանը, պարոն Խանդանյան, պետք է խոսի եկեղեցի երկրի այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին օրինակ այն ժամանակ Արցախի հարցը կար եւ այլ անվտանգային ու մարտահրավերներ պարունակող։ Բնականաբար Հայաստանում դուք ուզում եք լրություն պահպանել։ Չէ, բնավ, բայց նաև եկեղեցին պետք է մնա իր լիազորությունների, իրավունքների, խնդիրների շրջանակներում
եւ ակնհայտ է, որ այդ շրջանակներից դուրս է եկել եւ սկսել է քաղաքական ես ասում եմ իրաց հայտարարություններով դրանք քաղաքական պայքար են սկսել, այսինքն կուսակցական գործունեություն են սկսել ավելի շուտ, քան Լավ չի որ դուք էլ ասեք որ ես կուսակցություն նկատի չունեմ որևէ կուսակցության նկատի ունեմ ընդդիմադիր քաղաքական գործունեության դրանի պատասխան կուսակրոնության մենք բերել ենք օրակարգ հարց, որ յուրաքանչյուր ինստիտուտ, որը կա Հայաստանում, պետք է լինի իր լիազորությունների սահմաններում եւ նաեւ այնպիսի ինստիտուտներ, որոնք առնչվում են բազմաթիվ Հայաստանի քաղաքացիների հետ, այդ թվում հայ առաքելական եկեղեցին, պետք է իր ուրեմն կանոնադրությանը իր այլ կանոններին հետևի եւ ակնհայտ է որ եկեղեցին չի հետևում այդ կանոններին օրինակ հասարակական պետությունը որոշել է միջամտել պետությունը չի միջամտում պետությունը եւ քաղաքական իշխանությունը Հայաստանի ցանկանում է որպես որը հոգ է տանում հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար ցանկանում է որ հայ առաքելական եկեղեցին լինի որպես հոգևոր կրոնական կառույց պետք է լինի ուժեղ եւ մեր նպատակը ուժեղացումն է ուժեղացնել ես կարծում եմ որ կաթողիկոսը չի ըստ էության ձեզ հայտնի տեղեկությունների բերումով խախտել է եկեղեցու կաթողիկոս լինելի ինձ թվում է մամուլի ես կառաջարկում եմ այն հարցերը որոնք հնչում են Չէ, ներողություն, դուք ասացիք ձեզ հայտնի տեղեկությունները Դուք հիմա երրորդ հարցը տվեցիք, ես չգիտեմ, ձեր երեք հարցերից որևէ մեկին պատասխանեմ, հիմա թույլ տվեք, ես կպատասխանեմ այն հարցին, որին ուզում եմ։ Ես առաջարկում եմ, որպես քանի որ կան հարցեր, հարց են չէ, հանրային հարց է հնչել, որ Այսինքն իմ հարցը ինչու խուսափեցիք։ Ոչ մի հարցի չեմ խուսափել, որևէ հարցի չեմ պատասխանել, Նարեկ։ Որովհետև ընդհատում եք ինձ։ Այսինքն եթե ճեպազրույցի ընթացքում հարց են տալիս, դուք պետք է հունից դուրս գաք։ Սա նոր գործ է լավ ոչ է։ Երբ որ ավարտեք ձեր խոսքը, ես կսկսեմ պատասխանը եւ դուք մինչեւ վերջ պետք է լսեք։ Ես լսել եմ ձեր պատասխանը, բայց նաև հարցը։ Հիմա ես կարող եմ պատասխանել, չընդհատեք։ Իսկ դուք չգոռաք։ Ես ուրեմն եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ հնչել է հանրային հարցադրում։ Այդ հարցադրմանը եկեղեցին մինչև այս պահը չի պատասխանել եւ ես շարունակում եմ այդ հարցադրումը արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ ես ակնկալում եմ եկեղեցուց պատասխան եւ ես նաեւ ձեզ եմ առաջարկում որպես հարցեր տալու ամենալեգիտիմ